Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Սեր և ողորմածություն։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Կերտիր քո մեջ քրիստոսյանման բնավորություն» անվանումը։ Սերը բոլոր պատվիրանների գագաթնակետն է։ Աստված Ինքը սեր է, և ով սիրում է, Աստծու մեջ է բնակվում։ Ողորմածությունը սերն է գործնական դրսևորմամբ, ուղղված կարիքավորին, տառապողին և անպաշտպանին։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը սիրո և ողորմածության մարմնավորումն է։ Նրա սերը դեպի Իր է ներձգում մարդկանց։ Նրա ողորմածությունը ոտքի էր կանգնեցնում ընկածներին, հույս էր տալիս անհույսներին և ազատություն պարգևում մեղքի կապանքների մեջ բռնված ու սատանայից գերված մարդկանց։ «Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, թե ինչպես Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, որ շրջում էր բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր» (Գործք Առաքելոս 10:32)։ Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր շրջապատի մարդկանց։ Արդյոք որոնում ենք մարդկանց, որոնք մեր օգնության կարիքն ունեն։ Արդյոք փնտրում ենք բարիք անելու առիթներ։ Տերը շրջում էր տարբեր քաղաքներով ու գյուղերով։ Նա չէր սպասում, որ կարիքի մեջ լինողները գային Իր մոտ, թեև նրանք գալիս էին։ Տերը ակտիվ կերպով փնտրում էր Իր օգնության կարիքն ունեցող մարդկանց։ Մարդկանց հանդեպ սերը Նրան մղում էր այդ ակտիվ որոնելու ընթացքին։ Իսկ մեր մեջ կա՞ կարիքի մեջ լինողների հանդեպ այդ սերը։ Կարելի է խոսել ու գրել սիրո մասին և անգամ երգեր ու բանաստեղծություններ ձոնել սիրո թեմային։ Սակայն իրական սերը պետք է խոսքից բացի ունենա նաև գործնական դրսևորումներ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ողորմածությունը սերն է գործնական դրսևորմամբ, ուղղված կարիքավորին, տառապողին և անպաշտպանին։ Արդյոք Տեր Հիսուսը մեր օրինակն ու չափանիշ՞ն է սիրո և ողորմածության որակները մեր մեջ զարգացնելու և դրսևորելու առումով։ Արդյոք մենք աղոթում ենք սիրո և ողորմածության որակները մեր մեջ ունենալու և դրանց դրսևորման հնարավորություններ ունենալու համար։ Մատթեոս 5:7 Տեր Հիսուսն ասում էր. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն»։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր ունենալ մարդկանց հանդեպ այդ սերը և լինել ողորմած։ Գիտե՞ս արդյոք, որ սերը մի տարօրինակ հատկություն ունի՝ այն բազմապատկվում է բաժանելիս։ Սկսի՛ր քչից և քչի մեջ եղի՛ր հավատարիմ։ Բարի՛ք արա մարդկանց։ Տեր Հիսուսի նման փնտրի՛ր կարիքի մեջ լինող մարդկանց և քո հնարավորության ու քո պարգևների սահմաններում բարիք արա նրանց։ Սերը բազմապատկվում է, երբ այն տալիս ես ու բաժանում մարդկանց։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։